Իսկ իշխանության գալուց հետո Նիկոլ Անհողը իր Facebook-յան էջում կիսվում էր կյանքի խոսք աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի քարոզներով, որի ապացույցները ես անձամբ ունեմ, իմ մոտ կան դրա ապացույցները։ Երկրորդը Նիկոլ Անհողը կատարում է իր ուրեմն տերերի պատվերները, հատկապես Ադրբեջանի ղեկավարության եւ Ադրբեջանի, այսպես ասած, հոգեվոր առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեի։ Բայց խնդիրը հետեւյալն է. շատ մեծ ցանկություն ունենալով պառակտել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, Նիկոլը իր բոլոր այդ քայլերում պարտություն է կրել, սկսած Հովանավանքի եկեղեցում այսպես կոչված պատարակ, որը ես ինքս դա պատարակ չեմ համարում, մատուցելուց սկսած, երբ որ ինքը փորձում էր այդ պատարակը դարձնել ձնագնդի էֆեկտով մի գործընթաց եւ վերջում այնքան մարդ հավաքեր, որ գնար Մայրաթով Սուրբ Էջմիածին, որը նրա մոտ չստացվեց, վերջացրած նաեւ այն հանգամանքով, որ նա փորձեց եպիսկոպոսած դասի մեջ խռովություն մտցնել եւ այս 10-ից ավելին չկարողացավ իր շուրջը միավորել, իդեպ նշել նաեւ, որ այդ շուրջ միավորելն էլ շատ խնդրահարույց է, որովհետեւ այն բոլոր եպիսկոպոս եւ arczepiskopոսները, ովքեր միացել են Նիկոլի հակաեկեղեցական նախաձեռնությանը, ունեն շատ կեղտոտ անցյալ եւ ներկա։